նախ դետան խոզարկության հետևանքների մասին փոքր բարձաբանում ինչ հաջորդեց դրան եւ ինչ եք սպասում եւ առհասարակ այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովից ունեք լեգիտիմ ակնկալիք ընտրությունների հետ կապված։ Խոզարկության վերաբերյալ այլ զարգացումներ դեռևս չկան, իմ կարգավիճակի փոփոխության առումով այլ զարգացումներ չկան, չեմ էլ կարծում, որ որևէ բան կարող է տեղի ունենալ, որովհետև եթե մինչ այդ փաստաբանները ներկայացնում էին, որ ձեզ հայտնի քրեական գործով ընդհանրապես որևէ լուրջ նյութ առարկա գոյություն չունի, այդուհանդերձ ոմանց մոտ կարող էր այսպես կասկածի տեղիք տալ, թե հնարավոր է օդում վերցնել մի փուչ գործ եւ այդպիսի լուրջ մեղադրանքով մարդուն կալանավորել, խոսքը Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի մասին է։ Այս պահին ես կարող եմ արդեն ավելի լուրջ ասել, քանի որ ծանոթացել եմ նաև գործի նյութերին, բայց նախաքննության գաղտնիք չհրապարակելու մասին ստորագրություն եմ տվել, ուղղակի կարող եմ ասել, որ եղանակի տեսությունը իր մեջ ավելի շատ բովանդակություն է պարունակում, քան Նիկոլ Փաշինյանի հրահանգով կարված այդ գործը, այսքանը գործի մասին։ Ինչ վերաբերում է կենտրոնական ընտրական հանձնաժողովից սպասելիքներին, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովից ընդամենը մեկ ակնկալիք կա։ Ես ակնկալում եմ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձայնագողությամբ չի զբաղվի եւ մեզանից հայրենիք գողացածները չեն գողանա նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քվեն, որովհետև հայրենիքի գողը կարող է նաև դառնալ ձայնագող։ Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի կանխենք նրանց այդ հանցագործ նպատակը, որովհետև քաղաքացիական պայմանագիրը որքան էլ որ ներկայացնում է, որ իրենց բաղձալի արդյունքներն են ստացել հունիսի 7-ին, դա բոլորովին էլ այդպես չէ։ Համենայն դեպս իրենց 3-5-րդը իրենք չեն կարողացել ապահովել եւ օրինակ Ալիևի թելադրանքով չեն կարող սահմանադրությունը փոխել, հետեւաբար ամեն ինչ անում են, որպիսի զրկեն Բարգավաճ Հայաստան կուսակցությանը իր ստացած ձայներից եւ ազգային ժողովում լինելու իրավունքից։ Մենք պահանջում ենք, որպիսի չգողանան քաղաքացու քվեն, մենք պահանջում ենք, որպիսի չխախտեն օրենքը, մենք պահանջում ենք, որպիսի իրացվի Հայաստանի Հանրապետության քաղաքացու քվեի իրավունքը։